փախուստի ու խոչընդոտելու հիմքին ըստեյության չեմ համարում շատ անդրադառնալ հաշվառելու որ դառնա դրանք ակտիվիստ բացառել։ Մի քիչ չեմ հասկանում թե ինչ նորմանք պիտի այդ եկա որ մեր հարցի ներառումը նույնիսկ խոսում է հիմքերի մասին։ Վստահաբար եմ որ այդ հիմքերին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է որտեղ դատարանը նախ ստիպել է դրանց բացակայությունը եւ միակ հիմքը կամ ռիսկը տեսել է դատարանը դա հանցագործություն կատարելն է եւ ըստ էության աստորեն կրկնության մասին այն ինչ որ տեղի ունեցել ինչ որ մեղադրվում է Վազգեն Սարաթելյանը դրա կրկնության մասին ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք որ պետությունը միայն քննչական ու դատախազությունը չի այդ պետությունը նաեւ դատարան այդ դատարանը հանուն Հայաստանի Հանրապետության թե ուժմեջները չմտած բայց հանուն Հայաստանի Հանրապետությանը որոշել է որ այդ արարքները հանցագործող բացակայում Հիմա եթե մեղադրանքի կողմը ակնկալում որ պիտի Վազգեն Սարաթելյանը գիտակցեր, որ պետությունը անձինս դատախազության կամ քննչական մարմնի այդ արարքը դիտարկում է որպես հանցագործություն, նաև պետությունը, ինչպես ասեցի, հանուն Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հայտնել, որը ևս պիտի Վազգեն Սարաթելյանը հաշվի առնել։ Եվ հարգելի դատախազի խոսքը, որ այն ժամանակ երբ իրարված է եղել արգել հանրային ուսում որոշակի արտահայտությունների Վազգենը շատ դա պահել է եւ միայն ըստ մեղադրանքի դա արել այն ժամանակ երբ որ չի եղել արգելը իհարկե խափանամիջոցը դες դրա մասն է որ երբ որ կա խափանամիջոց դա չփախչի երբ որ չկա խափանամիջոց անձազոտ է իրականացվում առավել ևս եթե պետությունը Հայաստանի Հանրապետության համույց հայացքն որոշում Դատավճիռ, ասել է, որ փողարակում չկա դա ես մասում։ Հիմա տեսեք, պատվաժում դատանում, մենք պնդել ու շարունակում ենք պնդել ենք և հիմա շարունակում ենք պնդել, որ վարչական հսկողությունը համապատասխան սահմանափակումներով ամբողջությամբ իզոլու է ապահովելու ռիսկեր, որ չեզոպաստելու են ռիսկերը, որ դատարանը տեսել է կանանց ներկայացնելու իր որոշման մեջ։ Եվ սա ուղղակի խոսքեր չեն, դա հաստատում են, ասում են, պատահական դեպք դա վերեց։ Նախկինում ունեցել ենք այդպիսի դեպք, հստակ պահպանվել է, հստակ աշխատել է այդ միջոցը, եւ սրան էլ ավելացնում են, որ իրար հիմա նույն գործով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրարված արդեն, եթե չեմ սխալվում, ասոր շուրջ, վարչական հսկողություն խախտանող միջոցը, եւ որ տեսնում են, որ արդյունավետ աշխատում է, որովհետեւ հաշտի շատ արդյունավետ աշխատում։ Հիմա հարց առաջ, եթե հնարավոր է այս միջոցով հասնել են նպատակին կամ զսպել են ռիսկերը, բայց ինչի են անձին են կանոնակի դատապահում, որովհետև պատժում են իրան, որովհետև ուզում են, որ ինչպես դատախազն ասում, ինքը չի հասկացել դատախազությունը և քննչականությունը մտածում է, որ իդի հանցագործությունը, դատարանը մակարակն է մտածում, պատժեն, դա ասեն մի քիչ էլ պատժեն, որտեղ կարող է արդարացնել, բայց ես ընդհանրում, թող մի քանի ամիս էլ բանտում նա, ոչինչ, ես այդ իմ կարծիքով, ես ամբողջի, ես պնդման միջնորդություն, հատկապես որ ավելացում է և փախուստը և խոչընդոտելը։ Այդ իմ վերած փաստին, փաստարկին, որևէ փաստարկ չի ներկայացում, հակառակը ամրացվում է իմ վերած փաստարկը։ Այդ չկա, ես ասում եմ երևա դեպքը, կիրառվել է միջոցը, արդյունավետ գործել է, աշխատել է։ Նույն ասում եմ այդ պատահազը։ Հակափաստարկ ետում ասացին չկա։ Չկա որևէ դեպք, որ ասեն, գիտեք, ինչ չէ, օրինակ սենց մի անգամ արել են կամ մեկ այլ հանգամանքը իհարկե եկել, որը վկայում է, որ խախտվել է խափանամիջոցը։ Պատվաճան դատան, միջնորդում եմ Վազգեն Սարաթելյանի նկատմամբ խափանամիջոցը փոխել, հաշվի առնելով, որ անհամենայնիվ այդ ռիսկը տեսել է դատարանը, եւ գտնում եմ, որ օրինական կլինի խափանամիջոցը, թեև այդ հիմնավոր ասացին չանդրադառնալով են իմաստով, որ մենք միևնույն համարում ենք, որ այստեղ հանցագործություն չկա, բայց ես պայմաններով գտնում եմ, որ վարչական հսկողություն խափանամիջոցից համապատասխան պայմաններով ավելին խափանամիջոց կիրառելու ուղղակի օրինական հնարավորություն գոյություն չունի, դրաբար միջնորդում եմ կիրառել վարչական հսկողություն խափանամիջոց համապատասխան անհրաժեշտ սահմանափակումներով։ Եվ հիմա մենք դիրքորոշում շարունակում նաև Վազգեն Սարաթելյանը։ Պատվաճան դատան,